իրականացման հանձնաժողովի շրջանակներում։ Շնորհակալություն, հաջորդացեք։ Էլիզազարյան հանդապան Ֆարտապիկյան երկրի արժեվարկական մարտահրավերների ուժսկերի փոփոխության դեպքում արդյոք իրատեսություն ունի պլանը եւ որ նաեւ պլանը կա քննադատություն հայտարարում, որ եթե ռիսկերի մարտահրավերները իշխանությունները գնահատել են այսին, որ կայացրել են զինծառայության ժամկետի կրճատում, ապա իշխանությունները կտրված են իրականությունից, որովհետեւ ադրբեջանական բանակը շարունակում է սպառազինվել, ձեռք բերել հարձակողական բնույթի սպառազինություն եւ ավելացնում է անձնակազմը։ Շնորհակալություն, անկեղծ ասած չգիտեմ որտեղից է այն ինֆորմացիան, որ ինչ-որ մեկ անձնակազմ ավելացնում կամ ժամկետային զինծառայության կրճատումը չի նշանակում, որ մենք կրճատում ենք բանակը։ Ես խոսեցի, որ բանակի համալրումը շարունակվելու է պայմանագրային սկզբունքով։ Եվ սա նրա մասին է, որ մենք հետևականորեն մեր բանակը դարձնելու ենք պրոֆեսիոնալ։ Ինչ վերաբերում է զենք զինամթեր գնելուն, նախ ես չեմ պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի հետ, մրցավազքի մեջ մտնել, սա մեր կառավարության դիրքորոշումն է, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը։ Դա այդպես չէ։ Եվ ես խոսեցի այն խոսուն թվերի մասին, որը դրա վառ վկայությունն են։ Ինչ վերաբերում է պլաններին, պլաններ A, B, G միշտ զինված ուժերը ունենում են, բայց չեմ կարծում, որ հիմա կա ինչ-որ մեր այս պահի քաղաքականության եւ իրականության մեջ դիսոնանս, որտեղ մենք պիտի պլան B կամ պլան G քննարկենք կամ գնահատենք։ Կարծում եմ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես եւ մենք կանխատեսում ենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջորդացեք։ Սա համակարգի մեդիա, բավական պաշտպան հաստատությունից եւ 25 օրյա հավաքներից եւ ժամկետային ծառայության ժամկետները, ապակին ծառայության ժամկետները կրճատելուց նույնությունը պնդում է, որ երբ 1.5 տարի է ծառայությունը, մենք սահմանապատիվ կապած զինվորների քանակի խնդիր ունենք, ու նշում ենք, որ չունենք, որովհետեւ պայմանագրային հիմունքներով համալրվում է։ Այս դեպքում 25 օրյա զորահավաքների մարտական հերթապահությունը ինչ նպատակ ունի, որովհետեւ եթե սահմանում զինվորների քանակը պակաս չի, ինչ են անում